Caramboletta, carambolina, caramboletta, la պատրաստի։ Ներկայացման հիմքում ընկած է Չեխովի առաջարկություն ստեղծագործությունը, բայց մենք ներկայացումը սկսում ենք նրանով, որ դերասանները փորձ են անում ու ընթացքում նաև ավելանում են Չեխովի ստեղծագործություններից ինչ-որ հատվածներ, նամակագրական կապերը իր եւ կնոջ ու չկա, то есть մենք լինում է այսօր փորձ արեցինք, չէ, վաղը մենք ուրիշ ինչ-որ ինֆորմացիա, ինչ-որ տեքստ ենք ստանում ռեժիսոր Վլադիմիր Տարասեցի կողմից, то есть ինքը չէր գնում գիշերներ ընկնում, փորփրում էր գալի, գտնում էր նոր նյութեր, որոնք որ ժողովուրդը չգիտեն դրա մասին։ Նախ ասեմ, որ շատ հետաքրքիր նախաձեռնություն է թատրոն 8-ի կողմից, սկզբից որ ստացա այդ առաջարկը մասնակցել ինտերակտիվ, այսպես ասած, ինտերնետով փորձերի, մտավախություն ունեի, որովհետև առաջին անգամ էր նման փորձ չունեի, բայց այսպես որոշեցի ռիսկի դիմել, քանի որ ինձ հետաքրքիր էր նյութը, դասականը պետքա շատ հիմա լինի, քանի որ մեր երիտասարդներն էլ միգուցե այլ տարիքի ներկայացուցիչներ քիչ են սկսել անդրադառնալ դասականներին, բայց պետքա հասանելի լինի, հետաքրքիր լինի ու Չեխովը շատ ավելի ինձ թվում է արդիական է նաև հիմա ու տարբեր ստեղծագործությունների հավաքածու է, որտեղ մարմնավորում ենք մենք դերասաններով տարբեր կերպարներ ու նորից ոնց որ սուզվում ենք այդ փիլիսոփայության, այդ գեղագիտության, էսթետիկայի մեջ, ինչը շատ կարևոր է հաղորդենք մեր հանդիսատեսին։ Նախ ինձ համար նորություն էր աշխատել թատրոն 8-ի հետ, Ժաննայի հետ, աշխատել ռեժիսորի հետ, Վլադիմիր Տարասյանցի։ Շատ հետաքրքիր աշխատանքային պրոցեսն եղել ու ես հենց սկզբից, երբ որ խոսք գնաց Չեխովի մասին, ես շատ սիրում եմ Չեխովին ու ինձ թվում է թատրոն սիրող յուրաքանչյուր մարդ առավել ևս թատրոնի մեջ գտնվող շատ սիրում է Չեխովին եւ աշխատել Չեխովի նյութի հետ շատ հետաքրքիր է, հա։ Երբ իմացա, որ Չեխովը լինելու մեծ սիրով համաձայնեցի մեծ ոգևորությամբ, որովհետեւ հետաքրքիրը այն է, որ ինքը պիեսը որպես այդպեսին պիես չկա, հա, պիեսը հավաքվել է հենց ռեժիսորի կողմից, պրոցեսն է աշխատանքային, ինչպես են դերասանները աշխատում, փորձում, աշխատում Չեխովի հետ, փորձեր, այսինքն ներկայացում ինքը հենց իրանով փորձի պրոցես է։ Կարծում եմ դա էլ հետաքրքիր կլինի հանդիսատեսին, որովհետև հանդիսատեսը միշտ սիրում է իմանալ ինչ է կատարվում կուլիսների հետևում եւ հենց ինքը ներկայացում ամբողջը կատարվում է կուլիսների հետևում։ У меня сердцебиение. Возьмем факт. Все собаки за лисицей бегут, а ваш от кота барана трепать стал. Неправда. Помню. И я помню. И я помню. Շատ ինֆորմացիա ենք տալու Չեխովի մասին սրանով, ինձ թվում է ժողովուրդը կսիրի, կհետաքրքրեն։ То есть ես հայջույքով եմ աշխատում, այնքան բանով իմացել Չեխովի մասին, որ չգիտեի։ Կան բազմաթիվ ներկայացումներ, բայց որակյալ դասական եւ ճաշակով, բարձրաճաշակ ներկայացումներ շատ քիչ կան, քանի որ դրանք այդքան էլ ձեռնտու չեն մարքեթինգի առումով ու դրա համար գովելի է, որ կան մարդիկ, որ ռիսկի են դիմում եւ չեն վախենում չունենալ նյութական շահ, բայց զբաղվել արվեստով։ Ասելիքը շատ է կարծում եմ։ Վերնագրեր ենք про любовь, սիրո մասին, կարծում եմ ինքնին հիմնական, այսպես ասած, ասելիքը վերնագրի մեջ է, որովհետև ինքը սիրո մասին է ոչ միայն, հա, հարաբերությունները ամուսին եւ կին, սեր դեպի թատրոն, սեր դեպի արվեստ, սեր դեպի ստեղծագործական process-ը, չգիտեմ, ասելիքները շատ են, հա, այնտեղ գլոբալ ասելիքը ներկայացման երևի դա է, բայց կարելի ասել ամեն տեսարան նաեւ ունի իր առանձին ասելիքը, հիմա այդպես չմանրանամ, պետք է գալ նայել եւ գտնել սեփական մտքերը թույլ տալ որ ծնվեն, հա, ներկայացումից հետո։ Я вспыльчива, и вот именно прошу вас, прекратим этот спор. Влюбилась по уши. Да я и сам давно уже подозреваю, жидовка ты скряга. Интриганка.
Замолчите, а то я подстрелю вас из поганого ружья, как куропатку. Все падают.